Որ ռեսուրսն է Հայաստանին լիուլի բավարարում։ Մի 20 տարի առաջ կասենք ջուրը։ Հիմա սակայն մենք եւս ջրային ռեսուրսների պակաս ունեցող պետությունների շարքում ենք։ Արևը, այդ ուրիշ բան։ Արևային օրերը մեզ մոտ շատ են եւ բարեբախտաբար այդ բնական ռեսուրսը սխալ կառավարման հետևանքով չենք կարող մսխել։ Բնակչությունն էլ դրանից լիուլի օգտվում է։ 2030 թվականի էներգետիկ ռազմավարության մեջ որպես թիրախային ուրեմն չափ սահմանված է 1000 մեգավատը, բայց արդեն այսօր մենք ունենք 850 մեգավատ տեղադրված արևային կայաններ։ Երկու ատոմակայան ենք այս ընթացքում ստեղծել առանց աղմուկ աղաղակի։ Այսօր մենք ինչքան շատ արևային կայաններ ունենանք, վերականգնվող էներգիայի ռեսուրսներ ունենանք, այնքան ավելի ապագայի մեջ ենք մտնում հենց այսօր։ Իրականում արևային կայանների տարածման ծրագրեր Հայաստանում վաղուց են իրականացվում։ Միջազգային կառույցները բավականին ատոնյալ պայմաններով բազմիցս ֆինանսական միջոցներ են հատկացրել Հայաստանին այս ոլորտի զարգացման համար։ Այլ բան, որ վերջին տարիներին շուկա Չինաստանի արտադրողների մուտքի շնորհիվ տեխնոլոգիաներն են էականորեն էժանացել եւ դարձել հասանելի լայն մասաների համար։ Այս արդյունքը որ կա, սկսվել է մոտավորապես 2010 թվականից։ Ժամանակին ընդունվեցին նույնիսկ օրենքներ, հարկային հատուկ քաղաքականություն, տրվում էին հատուկ վարկեր բնակիչներին, որոնք այս պանելներ էին դնում իրենց տանիքին եւ այլն եւ այլն։ 15 տարուց ավելի տևած քաղաքականության արդյունք է Հայաստանում արևային էներգիայի զարգացման։ Բայց ալցոք լավ է արևային էներգիայով արտադրված էլեկտրաէներգիայի մասնաբաժնի ավելացումը մեր էներգահամակարգում։ Միջին վիճակագրական քաղաքացին կասի իհարկե, դե համեմատաբար էժան է, նպաստում է էներգետիկ անկախությանը եւ էկոլոգիապես մաքուր է։ Մասնագետները սակայն այս հարցում այդքան էլ լավատես չեն։ Մի շարք թաքնված խութեր կան այս դաշտում։ Շատ լավ է, որ ընդհանուր արտադրական հզորությունների 30%-ը 40%-ը արևային էներգիա։ Բայց երբ որ դրանից սկսում է աճել ավելի մեծանալ, ինքը արդեն ստեղծում է տեխնիկական խնդիրներ ստեղծել քո ամբողջ էներգետիկ համակարգի համար։ Դու կախվածության մեջ ես հայտնում եղանակային փոփոխություններից, որը ինչը բերում է անկայունություն։ Օրինակ այսօր արևային եղանակ չի, այդ համակարգերը սկսում են մի քանի անգամ ավելի վատ աշխատել։ Իսկ այդ դեպքում ինչու է զարգացած աշխարհը գնում հենց այս ուղով։ Իրականում զարգացած աշխարհն էլ նոր հասկանում այս տեխնոլոգիայի դրական եւ բացասական կողմերը։ Իսկ վերջինները ցավոք կան։ Մի ամիս առաջ Իսպանիայում տեղի ունեցավ blackout, այսինքն Իսպանիան 3 օրով զրկվեց ընդհանրապես էլեկտրաէներգիայից։ Եվ դրա պատճառը հենց արևային կայաններն էին, քանի որ նրանք անջատել են իրենց բոլոր ատոմակայանները։ Ինչու է այդ դեպքում Հայաստանում առաջ մղվում այս համակարգերի արդյունաբերական մասշտաբներով տարածման օրակարգը։ Առավել եւս, որ Հայաստանում ցերեկային ժամերին դրանց միջոցով արտադրված ավելցուկային էներգիայի սպառման մեխանիզմներ կարծես առայժմ չկան։ Իմ խորին համոզում մեզ ատոմակայանի հետ անդադ համատելը այդ ատոմակայանի փակելու արդարացման խնդիր է դնում իրենց առաջ։ Մի խնդիր եւս, որի մասին գրեթե չի խոսվում։ Արևային կայանները գործողության ժամկետի լրանալուց հետո անհրաժեշտ է լինելու հատուկ պայմաններում ոչնչացնել։ Դրա համար գոյություն ունեն հատուկ սարքավորումներ, որոնք Հայաստանում չկան։ Այսինքն տարիներ անց պետությունը պետք է լուծի նաև այս խնդիրը։ Եթե իհարկե չի պլանավորում պարզապես վտանգավոր թափոնները թաղել հողում։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։